Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ազգային ժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձ է կատարել երկրի տնտեսական խնդիրներին։ Պետական պարտքը հնա աճի մեջ 5 միլիարդից 5 տրիլիոնից 2.5 տրիլիոնը պետական պարտքն է։ Այսինքն մենք ինչքան որ աճել ենք, դրա կեսը պետական պարտքն է։ Կասեք, բայց մյուս կեսն էլ ենք աճել, չէ՞։ Իսկ գիտեք մյուս կեսը ինչն է։ Ցավոք, եթե նայեք վարկերի թիվը մեր հանրապետության քաղաքացիների 2.5 տրիլիոն էլ վարկերի աճն է։ Այսինքն, եթե սպառողական վարկերը 18 թվականին 700 միլիարդ էին, հիմա 1.8 տրիլիոն վարկ կա կախած մեր ժողովրդի վրա։ Եթե հիպոթեկայինի գծով 8 անգամ ավել։ Անդրադառնալով գյուղատնտեսության խնդիրներին Կարապետյանը նշել է, որ 2026 թվականին կես տարում գյուղատնտեսությունը ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների անկում է գրանցել։ Ինչ կլինի, եթե սնանկություն հայտարարի երկիրը։ Ինչ կլինի։ Կմտնի միջազգային ֆինանսավորում, ֆինանսական կառույցների կառավարում։ Միջազգային ֆինանսական կառույցները կսկսեն թելադրել մեզ ինչ հարկեր, ինչ աշխատավարձներ տալ եւ չտալ։ Դա եղել է Լիբանանի օրինակով, դա եղել է Հունաստանի օրինակով։ Հունաստանը 15 տարի է ծախսել, որ հետ գա նույն մակարդակին, բայց Լիբանանը դեռ հետ չի գալի։ Իսկ գիտեք ոնց էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը։ Հայաստանից անգամներով շատ։ Փողերը նույն ակտիվություններ, բայց Լիբանանում մի բան չկար, արդյունաբերություն չկար, գյուղատնտեսությունը չզարգացրին։ Մի հատ համեմատեք այն խոսույթը, որը ներկայացվել է հավաքական ձև։ Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձել է վերջին օրերին նիստերի դալիճում ընջող վիրավորանքներին, ընդգծելով, որ սխալին սխալով պատասխանելը չպետք է ընդունելի մոտեցում լինի։ Երբ հնչեց արտահայտություն, թող ներեն ինձ մեր հայրենակիցները, փուրը տալ։ Ձեր կարծիքով նշվածը մեր հայրենակիցներին արժանի խոսույթն է, երբ հնչեցին արտահայտություններ իդեպ, հենց ինձ վերաբերող, դրանք ձեր կարծիքով վիրավորական չէին, արդյոք այդ ժամանակ մեր արձագանքը նա էր, որ դրան անպայմանորեն սենց հերթով բոլորս արձագանքենք, ոչ, որովհետև իսկապես եթե վիրավորանքին վիրավորանքով ես պատասխանում, տենց մինչև ուր ես հասնում։ Վարդևանյանը նշել է, որ խորհրդարանում կարող է հնչել սուր քաղաքական խոսք, սակայն դա չպետք է վերածվի վիրավորանքի։ Նա նաև շեշտել է, որ նիստը նախագահողը ոչ թե պետք է լրացուցիչ սրի իրավիճակը, այլ հավասար մոտեցում ցուցաբերի խորհրդարանի բոլոր խմբակցությունների նկատմամբ։ Մահվան դեպքերի մասին, որը թշնամու կրակից չի, դուք պատկերացնում եք նույն ազգային ժողովը ինչ օրինակ պետք է ծառայի։ Ինչ օրինակ։ Վիրավորանքի, թե օրենքով նախատեսված կարգի պահպանման։ Ու ամենակարևորը, սխալին երբեք սխալով չպատասխանելով։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսների վերաբերյալ դատական գործը։ Դատական անդրանիկ նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին ժամը 16:30-ին։ Ավելի վաղ գործը մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին, որն ինքնաբացարկ էր հայտնել։ Հայաստանում այս աշնանը կմեկնարկի նոր կենսաչափական անձահաստատող փաստաթղթերի տրամադրումը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նոր կենսաչափական անձնագրի արժեքը կկազմի 28650 դրամ, նախկին 25000 դրամի փոխարեն, եւ այն կտրամադրվի 10 տարի վավերականության ժամկետով։ Նույնականացման քարտի արժեքը կլինի 5950 դրամ, նախկին 3000 դրամի փոխարեն, իսկ դրա վավերականության ժամկետը կլինի 5 տարի։
Ռուսաստանը մերժել է Սևծովում Ուկրաինայի հետ զինադադարի հաստատման առաջարկը, հայտնել է երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա, նման քայլի համար հիմքեր չկան, քանի որ Ուկրաինան անօթաչուներով թիրախավորում է քաղաքացիական նավերը։ Սա տեղի է ունենում, երբ Թուրքիան առաջարկել էր Սևծովում անվտանգության հատուկ միջանցքներ ստեղծել առևտրային նավերի համար, իսկ Ուկրաինան ըստ լրատվամիջոցների Ռուսաստանին փոխանցել էր քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու առաջարկ, որը մնացել էր անպատասխան։ Ռուսական նավթավերամշակման գործարանների թիրախավորումը Ռուսաստանի ավելի քան 16 շրջանում վառելիքային սուրճ ճգնաժամի պատճառ է դարձել։ Երկրում բենզինի դեֆիցիտ է, գնաճ եւ հսկայական հերթեր։ Որոշ խոշոր ցանցերի բենզալցականների 1/3-ը փակվել է։ Իրավիճակը մեղմելու նպատակով մի շարք մարզերում սահմանվել են վաճառքի խիստ սահմանափակումներ եւ ներդրվել է լիցքավորման համակարգ, ըստ մեքենայի պետհամարանիշի զույգ կամ կենտ թվերի։ Ներքին պահանջարկը բավարարելու համար Ռուսաստանը ստիպված է եղել իջեցնել վառելիքի արտադրության ստանդարտները եւ սկսել է բենզին ներմուծել Բելարուսից, Հնդկաստանից եւ Մարոկոից։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Մոսե Ռեզային հստակեցրել է Թեհրանի վերջնագիրը։ Հորմուզի նեղուցը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը, չապասառեցնի իրանական ակտիվները եւ չհամաձայնի հրադադարի Լիբանանում ու Գազայում։ Ի պատասխան ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է Իրանի դեմ պատմության մեջ աննախադեպ տնտեսական մեկուսացման միջոցառումների կիրառման մասին։ Ըստ նրա, Վաշինգտոնը մտադիր է պահպանել Հորմուզի նեղուցի շրջափակումը իրանական նավահանգիստների ամբողջ ապրանքաշրջանառությունը կաթվածահար անելու նպատակով։ Իրավիճակի սրման ֆոնին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Մուհամմադ Ռեզա Նաղդին շեշտել է, որ Թեհրանը վճռական է տրամադրված եւ նպատակ ունի հասնելու լիակատար զսպման։ Ըստ նրա, տարբերակներից մեկը ԱՄՆ-ի հետ հակամարտությունը մինչև Դոնալդ Թրամփի նախագահության ավարտը երկարաձգելն է, հակառակորդին հասցնելով այնպիսի կորուստներ, որոնք Իրանի վրա հետագա ցանկացած հարձակում կդարձնեն չափազանց թանկ։ Կահիրեի առևտրի կենտրոններից մեկում որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 17 մարդ։ Ողբերգության պատճառը գազի բալոնի պայթյունն է։ Երկրի գլխավոր դատախազությունը կարգադրել է ձերբակալել եւ հարցաքննել հուշանվերների ու խաղալիքների խանութի սեփականատիրոջը, որի խանութում էլ տեղի է ունեցել պայթյունը։ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության 2 նավթատանկեր։ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը կատարվածի համար մեղադրել է Իրանին, պահանջելով դադարեցնել ագրեսիան եւ անհապաղ բացել նեղուցը։